Այսօր պատրաստում եմ տորտ խրճիթ առանց ձվի։ Սկզբում խմորի պատրաստման համար բոլոր բաղադրիչները լցնում ենք և լավ խառնում, մինչև կարագը ամբողջությամբ հալվի։ Ցանկալի է օգտագործել նախօրոք փափկեցված կարագ, բայց եթե հեշտությամբ չի հալվում, կարող եք մոտ 10 րոպե խառնել գոլորշու վրա։ Խրճիթ խմորեղենը համեմատաբար նոր ձևավորման աղանդեր է, որի անվանումը գալիս է իր տեսքից։ Այն նման է փոքրիկ տնակի կամ խրճիթի։ Այս աղանդերի ամենատարածված տարբերակը ձևավորվել է 20-րդ դարի կեսերին Խորհրդային Միությունում։ Այն ժամանակ տնային տնտեսուհիները հաճախ պատրաստում էին պարզ բաղադրիչներով խմորեղեններ, օգտագործելով այն, ինչ կար հասանելի՝ թխվածքաբլիթ, կաթնաշոր, շաքար, կարագ և երբեմն կակաո։ Թխվածքաբլիթները դասավորում էին եռանկյուն կամ տանիքի ձևով, ներսում լցնում էին քաղցր կրեմ և ամբողջ կառուցվածքը արտաքինից պատում էին շոկոլադե գլազուրով։ Երբ կտրում էին, կտորը հիշեցնում էր տան կտրվածք, պատերով և տանիքով, ինչից էլ առաջացել է անվանումը։ Ավելացնում ենք ալյուրը մոտ 900 գրամ, լավ խառնում ենք և պատրաստում ձեռքերին չկպչող, ոչ շատ պինդ խմոր։ Խմորը բաժանում ենք 10 հավասար չափի գնդերի։ Մինչ գնդերը կհանգստանան, այս ընթացքում կտրատում եմ սալորաչիրը։ Ես որպես միջուկ օգտագործում եմ սալորաչիր և կեռասի կամ գիլասի մուրաբայի հատիկներ, որոնք նախօրոք քամել եմ, բայց դուք կարող եք պատրաստել ձեր նախընտրած միջուկով։ Գնդերը բացում են գրտնակով, ինչպես ցույց եմ տալիս, լցնում միջուկները, գլանաձև փաթաթում և տեղափոխում թխվելու։
Տեղափոխում ենք նախորդ տաքացված 180 աստիճան Ցելսիուս ջեռոցում թխվելու մոտ 10-ից 15 րոպե։ Թխվելուց հետո թողնում ենք լավ սառչի։ Այդ ընթացքում պատրաստում եմ կրեմը։ 250 գրամ կարագը լավ հարում եմ, հետո քիչ-քիչ ավելացնում եմ նախորդ պատրաստած եփովի կրեմը և եփած խտացրած կաթը և լավ հարում։ Եփովի կրեմի պատրաստման եղանակի լինկը տեսանյութի ներքևում է։ Կարող եք այլ կրեմ օգտագործել։ Սառչելուց հետո թխվածքաբլիթները դասավորում ենք 4, 3, 2, 1 հերթականությամբ և պատում առատ կրեմով, ինչպես ցույց է տրվում։ Կրեմով պատելուց հետո ձևավորում ենք ըստ ցանկության։ Ես ձևավորում եմ հալեցրած շոկոլադով և կոկոսի քերուկով։ Այսքանը բարի ախորժակ, դու էլ պատրաստիր և կիսվիր մեկնաբանություններում, և չմոռանաս դնել լայք և բաժանորդագրվել, որպեսզի չկորցնես նոր և հետաքրքիր բաղադրատոմսերը իմ էջում։